Այդ թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսալը նշանակում է լինել բան։ Հերոս։ Բացարձակապես չի նշանակում։ Եթե մեր անվտանգությունը համեմատենք որևէ մարզիկի հետ, արդյոք նա կարող է մենամարտի բռնվել, եթե օրգանիզմը թունավորված է։ Մեր հիվանդությունը պիտի մաքրենք, հաղթահարենք, որ ի վիճակի լինենք մարտնչելու։ Մեր հասարակության մեջ ցավալիորեն զոհվածների ծնողներին հայհոյող մի զանգված կա։ Բոլորս էլ կուզենք, որ թշնամանքը առհավետ վերանա, այն ու ադրբեջանցին խաղաղ ապրեն կողք կողքի, բայց արդյոք այսօր օբյեկտիվորեն այդ վիճակն է։ Կարին Տոնոյանի, Գայանե Հակոբյանի, նույնիսկ ընդդիմադիրից իշխանամետ դարձած Գեղամ Նազարյանի հասցեին հայհոյողները մեր կողքին են ապրում։ 90-ականների ծանր օրերին անգամ զոհվածի տունը խորան էր, անձեռնմխելի մի վայր։ Երբեմն հանցանք գործածը, եթե զոհվածի ծնող կամ եղբայր էր, մեղմ վերաբերմունքի էր արժանանում։ Ովքեր են այս ատելության կրողը։ Գիտենք կոնկրետ անձին իր ճղճղան ձայնով, բայց ով է նրան վճարել այդ ատելության սերմանման համար։ Դա նրա էնտուզիազմը չէ, քանի որ նա էնտուզիազմ չունի։ Ժողովրդի մի մասը ցավոք անցած տասնամյակների ընթացքում Արցախի տեղն անգամ չիմացավ, եթե անգամ եղել է միայն հանգստի եւ վայելքի նպատակներով։ Շատերն ասում են, թե Արցախին արդեն որպես անվտանգության գոտու չեն վերաբերվում, բայց երբ իրենց պաշտամունքը եկավ իշխանության, պարզվեց Արցախը կարող է անվտանգության գոտու վերածվել։ Ժողովրդի մեծ մասն իհարկե երբեք չի համակերպվի այս վիճակին, պարզապես ելքերը հասկանալի չեն։ Ինչ անել։ Դանակ պատարակաղով կռվենք, դա ինչ օգուտ կտա։ Ժամանակը կգա եւ մենք կվերազինվենք եւ հոգեպես եւ տեխնիկապես, իսկ դրա համար պետք է ինքնամաքրվել։ Մեր հարևանները համոզվեցին, որ եթե մեր մեջ ատելություն սերմանեն, այնքան կթուլանանք, որ իրենք հեշտությամբ կհաղթեն մեզ, եւ շատ խելացի վարվեցին։ Քաղաքական ուժերը բանավիճում են Ռուսաստան թե ԱՄՆ, բայց մեր կողքին Թուրքիան է։ Ինչ է այդ երկիրը պակաս հնարավորություն ունի այստեղ ներդրումներ անելու։ Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ընտրում ենք մահվան տարբերակների միջև։ Ադրբեջանական մեքենաները չպետք է հանգիստ երթևեկեն Հայաստանում։ Եթե մեր պետությունն իրենից ինչ-որ բան ներկայացնի, չմնա պարտվածի հոգեբանությամբ, այս իրավիճակը կփոխվի։ Այսօր մենք չենք կարող հաշտվել ադրբեջանցիների հետ։ Սա խաղաղություն չէ, այն երազանք է, բայց ոչ երբեք այս վիճակում։ Մենք կվաստակենք մեր խաղաղությունը։ Միգուցե տարածաշրջանում ամենաուժեղը չլինենք, բայց թույլ կտանք, որ մեզ հետ հաշվի նստեն։ Սա տարածաշրջանում Թուրքիայի կամքը կատարող իշխանություն է։ Անգամ իշխանավոր բառն է ափսոս սրանց համար։ Մենք դատապարտված ենք ապրելու մինչև լույսին հասնելը, մինչև Շուշիի վերաազատագրումը։ Իհարկե վաղը մեզ չեն զանգի եւ ասի, թե սա թողեց իշխանությունը, մենք էլ մարտերում հաղթեցինք, բայց դրա համար դեռ ժամանակ է պետք։ Մեր հակառակորդ կողմն աշխարհին մարտահրավեր է նետել, որը կուլ չի տալու։ Իրենք ուժեղ են իրենց դրածո իշխանությամբ, իրենց հենարանն ուժեղ է։ Սա ամեն անգամ գցնում է Էրդողանին եւ Ալիևին, երբ նույն պահին մեր սահմաններն են խոցում, մեր վերքը չի փակվում, եւ այդ վերքի արկայության դեպքում սա գցնում է այն մարդկանց, որոնք այդ վերքի ակունքն են։ Մեզ այսօր դիմակայելու համար որակ է պետք, ոչ թե քանակ։ 2018-ն ապացուցեց, որ քանակը երբեք որակ չի բերում։ Ժողովրդի մեծամասնությունը երբեք ճիշտ չի լինում։ Ժողովրդավարության անվան տակ իշխանությունը բռնազավթվեց։ Մարդիկ կան, որ ասում են, թե թքած Արցախի վրա հազիվ պրծանք։ Ինչ ասես։ Սրանք չեն էլ թաքցնում, որ սա իրենց երկիրը չէ։ Սրանց չարժե նույնիսկ մահ ցանկանալ։ Մահն ամեն մեկի բանը չէ։ Իշխանություն կա, Փաշօղլին է իշխանությունը, Արաբատն է իշխանությունը, այն Կապիկյանն է իշխանությունը, Թուրքիայի գործակալ։ Ամենաամոթ բանն է, պատկերացրեք, ոչ մի երկրի գործակալ լինելը այդքան անպատվաբեր չի, ինչքան Թուրքիային է։ Սրանք ամբողջ կյանքում չտեսած, չկերած, չհակած, այ դրա համար սովածը չպետք է կշտանա, այ դրա համար իրանք էսեն, ու մեզ էլ սենց ծանր վիճակի մեջ գցեցին, ոնց թե իրանք երկիրս կործանեն ու ես իրանց նկատմամբ լավ ալնեմ, լավ բան չեմ սպասում ես, ներկապահի դրությամբ ես իրոքից լավ բան չեմ տեսնում, որ ապագա պիտի լինի մեզի, ասում, եթե սենց շարունակվի, եթե այս պայմաններով շարունակվի, իրոքից մեծամասնությունը կլքի Հայաստանը։ Ամբողջ Հայաստանս արդեն տալիս է, ոնց պիտի բնութագրենք իրան, ես կիլոմետրերով իր հետ քայլել եմ, երգելով, մեր ոտքերի տակ բան եմ պայթեցրե, ես հավատացել եմ իրան, իսկ հիմա չէ։ Իրանց տեղը չի էտի, թո էթան ղուշ պային, հավ պային, բան անեն, մենք չենք զգում ով կա, ով չկա, ինչ չկա, ժողովուրդը չի զգում իր
պետության հաճույքը չի զգում, բավարարված չի պետությունից։ Ամեն մարդ ինքը իր համար է, այսօր մեր իշխանությունների, մեր պարլամենտը, խորհրդարանը, բոլորին որ նայում ես, մենակ իրենց համար են աշխատում։ Ժողովրդի ցավով, ժողովրդի հոգսերով չեմ կարծում, որ անհանգստանում են։ Դե չեմ սիրում Իրան, ես ինչ ասեմ, Իրան չեմ մենակ էլի, ասենք, դա իրա սաղ թմով, մմով ինչով է։ Ոչ մի լավ բան իմ համար չի անում, ու ազգի համար։ Դե ազգ ես էլ եմ ազգ, չէ։ Ինչ է անում։ Քանի որ ես ինձ խաբված եմ զգում, ես ընտրել եմ հիմիկվա իշխանություններին ու ինձ խաբված եմ զգում։ Ես ինձ գտնում եմ, որ ես սխալ եմ գործել, հավատացել եմ։ Երկրորդ անգամ էլ հավատացի, ճիշտն ասած, ասեցի մարդիկ են, բոլորս էլ սխալական ենք։ Բայց գտա, որ իսկապես խաբվել եմ։ Որքան էլ վիճակը վատ է, պետք է դեպի լույսը քայլել, ծանր ապրած օրերն ամփոփել հույսով եւ լավատեսությամբ։ Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացեք ձեր Ադրբեջանը, այնտեղ ձեզ ավելի լավ կնայեն։ Ավելի լավ է այդ տարրերը գնան, մնանք նրանցով, ովքեր այստեղ ուզում են ինչ-որ բան փոխել դեպի լավը։ Դավաճանից ավելի վտանգավոր է անդեմ մարդը, քանի որ նրա դեպքում հարվածի ուղղությունը չգիտես, միշտ անսպասելի է հարվածում։ Իսկ անդեմ մարդը մարմնավորում է տգիտությունը եւ դատարկությունը։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։